Տեղապարքի հետ կապված այսօր դա կարելի ասել մոդայիկ է դարձել տեղապարքը հեռացնելը եւ մարդկանց շրջանում եւ ընդունել է դարձել առավել եւս որ քանի որ արդեն շատերը ունենալու են ապահովագրություն առողջության հետ կապված ենթադրում եմ որ սխալ եւ հաճախակի վիրահատությունները ավելի են շատանալու եւ պացիենտների շրջանում ընդհանրապես մարդու բնույթի մեջ կա ինչ որ անվճար է կարելի անել ոչ բոլորի մոտ է այդպես բայց դա խթան է լինելու որպեսզի շատերը սխալ բուժումներ ու հաճախ ստանան ու հաճախ դիմեն սխալ բուժումների տեղապարքը հեռացնելով մարդը չի ազատվում հիվանդությունից պետք է հիասթափվացնեմ այն մարդկանց ովքեր հույս ունեն որ հեռացեցին կազատվեն իրենց խնդիրներից նախ եւ առաջ տեղապարքի ֆունկցիոնալ գործառույթները պետք հասկանալ ինչ է անում եթե այն որ նաեւ էմոցիոնալ ֆոնի վրա է մարդու աշխատում այսինքն կապված է որոշակի էմոցիաների հետ դա էմոցիաների հետ կապված նաեւ ֆիզիոլոգիական առումով տեղապարքը կուտակում է եւ խտացնում է լեղին քանի որ լյարդը լեղին արտադրում է դանդաղ եւ լեղու հոսքը ինքը ինքնաբերաբար է կատարվում այսինքն չկան մկաններ որոնք կկծկվեն բացի լեղապարկից եւ հոսքը կարագացնի այսինքն լեղու հոսքը ինքնաբերաբար դանդաղ է կատարում լյարդում լյարդի մեջ գտնվող լեղացուրանները եւ գալիս կուտակվում է լեղապարկում երբ մարդ հաց կերավ եւ ուտելիքը ստամոքսից անցավ 12 մատնյա այնտեղ լեղին մեծ քանակությամբ կծկումով լեղապարկի դուրս է գալիս անցնում է 12 մատնյա եւ այնտեղից նաեւ ընդհանրապես աղիներ եւ նաեւ ակտիվացնում է ենթաստամոքսային գեղձի գործը այստեղ երբ լեղապարկը չկա լեղու քանակը զգալիորեն նվազում է աղիներում եւ 12 մատնյա աղիքում եւ դա հանգեցնում է առաջինը մարսողության վատացման այսինքն ճարպային սնունդները եւ ճարպի մեջ գտնվող բոլոր սննդանյութերը լուծված տեսքով նույնը վիտամիններին է վերաբերում A, E, D դրանք քիչ են յուրացում, քիչ են ճեղքվում եւ մարսողությունը խախտվում է եւ վիտամինների յուրացումը ընդհանուր առմամբ ընկնում է օրգանիզմում վիտամինների յուրացումը երբ որ ընկնում է մարդը ուզում է տոննայով խմի չի կարող այսինքն այն թեզը թե եթե նույն վիտամին D3 խմի օրգանիզմը շատանա եւ յուրացումը կկարգավի դա ճիշտ չէ այսինքն վիտամին D3 խմելով էլ յուրացումը չի լավանում յուրացման համար պետք է լեղի նորմալ որակի ու քանակի եւ որոշակի նյութափոխանակություն այսինքն կալցիումի յուրացման վերականգնում եւ նյութափոխանակության վերականգնում որովհետեւ վիտամին D յուրացումը օրգանիզմը նույնիսկ կարող է նվազեցնել եթե կալցիումի ավելի սխալ կուտակումներ եւ նաեւ աղիներում աշխատանքն է փոխվում լեղապարկը հեռացնելուց այսինքն B վիտամինի որոշակի B տեսակներ B-ի տեսակներ կարող են նորմալ չյուրացվել պարազիտներ կարող են արդեն գելմինտոզ առաջանալ աղիներում որովհետեւ ալկալիական միջավայրը նվազում է քանի որ լեղին մեծ նաեւ ինքնապաշտպանական ռեակցիա է պարազիտների եւ մահարների դեմ աղիներում աղիների կսկումն է ընկնում կարող է փրկապություն առաջանալ կամ կուտակումներ աղիներում այսինքն դրանք շլակներ են կոչվում եւ այդպես շարունակ եւ դա կարող է նաեւ բերել շաքարային դիաբետի հետագայում եւ կալցիումի յուրացման ընդհանրապես անկման վիտամինների յուրացման անկման եւ բազմաթիվ հիվանդությունների եւ կան դեպքեր երբ եթե նույնիսկ լեղապարկում կամ եղել են լեղապարկում քրոնիկ բորբոքումներ կամ նորագոյացությունը երբ որ լեղապարկը հեռացնում այդ քրոնիկ բորբոքումը կամ նորագոյացությունը շարունակվել է ընդհանուր
լեղացուրաներում, լեղուղիներում ավելի, և դա հանգեցել է ավելի բարդ հիվանդության, և քարերի դեպքում, երբ քարերը կան, լինում են դեպքեր, երբ նույնիսկ երբ որ 2 սանտիմետր է քարը, լինում է քիչ-քիչ փոքրացնել, օգնել պացիենտին, վիրահատությունը միայն ծայրահեղ դեպքում է, երբ լեղապարկը արդեն կարելի ասել գոյություն չունի, քարը այնքան մեծ է, դեպքեր են լինում, երբ որ պատն է ծագում, այնքան քրոնիկ բորբոքման, բայց ընդհանրապես պացիենտը, որը իր առողջության մասին մտածում է, հազանգը սկզբից է լինում, այսինքն ցավեր կարող են լինել կոնսոլության խախտում եւ այլն, եւ ժամանակին է բուժման դիմում, ապա լեղապարկը լինում է բժշկի։ Եվ քարերը լինում է, երբ որ լեղին նորմալ արդեն արտադրվում է, որովհետեւ լեղու որակի վրա նաեւ աղիքների աշխատանքն է ազդում, որովհետեւ աղիքների ցելե աղիքի եւ լյարդի մեջ կապ կա, ուղիղ անոթային, եւ որոշակի փոփոխություններ լեղու որակի մեջ լինում են, երբ աղիներն են սկսում լավ աշխատել, այսինքն կա փակ ցիկլ, որը պետք է վերականգնել օրգանների մեջ, որպեսզի լեղու որակը լավանա, լյարդի աշխատանքը եւ լեղապարկի։ Եվ լինում են բորբոքումներ լեղապարկի, երբ որ լեղապարկն է հեռացվում, բայց բորբոքումը եկել է ստամոքսից է գալիս, այսինքն եթե քրոնիկ գաստրիտ կա, ապա լեղապարկը բորբոքվելու է վաղ թե ուշ։ 12 մատնի աղիքից այդ բորբոքումը ընդհանուր լեղացուրաններով գնում է դեպի լեղապարկը, որովհետև լորձաթաղանթն է բորբոքվում եւ լորձաթաղանթը իրար հետ կապված է։ Այս դեպքում էլ եթե 12 մատնի աղիքում կա խոց կամ քրոնիկ բորբոքում, հիպերեմիա կամ ստամոքսում բուժվում է եւ լեղապարկը բժշկվում է։ Այսինքն պատճառը գտնվեց, դուրս հանվեց եւ երբ որ լեղապարկը առողջանում է, ապա եւ նորագույացությունն է լեղապարկի փոքրանում ներծծվում եւ քարերը փոքրանում են, լուծվում են եւ անցնում են, դուրս են գալիս քիչ-քիչ։ Բայց հեռացումը, ցավը, պրիստուպը, երբ որ կա, կոլիկը միշտ չի, որ լեղապարկի պատճառով է, լինում է հիպերտենզիա կա, այսինքն եւ լյարդն է հիվանդ, եւ դռներակն է բորբոքված, բայց լեղապարկի կողմից է մարդը զգում, գնում է, շատ է եղել հիպերտենզիայի դեպքում, ասում են լեղապարկը հեռացնել ցավը կանցնի, լեղապարկը հեռացնում են, այո, ցավը անցնում է, բայց հիվանդությունը մնում է։ Ինչու է այդպես, որովհետեւ լյարդը չի ցավում, բայց իրականում լյարդն է հիվանդ, լեղապարկը այդ հիվանդության մի մասն է, բայց լեղապարկում կա ռեցեպտորներ, այսինքն հիպերտենզիան մնաց, լեղապարկը այն ցավի զգացող մասը հեռացել է, մարդը չի ցավում եւ կարծում է, որ լեղապարկը հեռացեցին, ինքը առողջ մնաց, հետագայում լյարդի ցիրոզ է առաջանում, հետագայում անոթների խցանում է առաջանում, կոլապս է առաջանում, ստորին սիներակում, հետագայում առաջանում են տարածվում այդ խնդիրը երիկամների վրա եւ ինքը զարմանում է, թե ինչի է այդպես հիվանդ։ Պարզվում է, որ սխալ ուզեցավ ցավից հեռացրեց լեղապարկը ու մտածեց, թե առողջացել է։ Սա կօգնի խելացի պացիենտներին, որպեսզի լավ մտածեն որևէ պրոցեդուրա անելուց առաջ եւ վիրահատությունը դա ամենամեծ վնասն է բերում ցանկացած օրգանի, եթե հնարավոր է այդ օրգանը բժշկել։ Բայց շատ հիվանդություններ, երբ ժամանակին են դիմում պացիենտները, լինում է բժշկել, եթե ժամանակին է դիմում։ Վիրահատությունը, ինչպես նույն հակաբիոտիկները, դրանք ծայրահեղ դեպքերի համար են, ոչ միշտ են անհրաժեշտ եւ ոչ հաճախ, ինչը որ այսօր կատարվում է։ Առողջ եղեք։